հեռու մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, բոլոր նրանց հոգիներին արևավառ, կյանքի մահի այս ամեհի աղջամուղջում ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն։ Այսօր պիտի անդրադառնանք մեր մատանակիլներեն Պավստոս Սյուզանթի պատմություն հայոցեն երկու բարերու, որոնք կվերապերին մեր դիրան թագավորի ունեցած ցիու նկարագրության։ Այս երկու բարերը շատ հետաքրքիր են իրենց էությամբ և ահագին ուրիշ բարերով հանալիներ են։ Կարևորը ներկայացնենք, թե ինչ կրած է մեր պատմահայրը, պատմահայր, երկրորդ պատմահայր, ասենք։ Ուրեմն Տիրան թագավորի ցիու նկարագրությունը և Էրձին գունով ճարդուկ ճանճկեն։ Ճարդուկ և ճանճկեն բարերու մասին է, սա գրված է 20-րդ գլուխի մեջ իր պատմություն հայոցի։ Ուրեմն ճարդուկը ինչպես ներկայացված է ընդհանրապես, ինչպես հասկացված է, շատ անհասկանալի է կամ ավելի ճիշտ է անհամոզիչ է թարգմանությունը։ Նույն ձևով գրված է նաև Աջարյանի մոտ, ինչ որ Մալխասյանը թարգմանել է, բայց ոչ մեկը ոչ մյուսը զիս չեն համոզած։ Ինչու՞։ Նախ քույնի մասին է խոսքը, ճարդուկը արմատը ճարդարմատն է, որը ճարդարաբերության հետ կապված է, ճարդարաբեդ բարի արմատն է նաև, ճարդասանության արմատն է ճարդը, և մի քանի այդպիսի կարևոր բառեր են հայտնության մեջ։ Հիմա ճարդուկը ինչ գործ ունի ճարդարաբերության հետ կամ ճարդասանության հետ, կամ ընդհակառակը ամոնք ինչ գործ ունեն ճարդուկի հետ։ Սա պիտի բանանք մեր լեզվաբանության մեջ, լեզվամտածողության մեջ ճարդ արմատը չօգտագործվի որպես առանցին բառարմատ չպարտաբար։ Մեր լեզվի մեջ պահպանված են այդպիսի բազմաթիվ բառերը, որոնք բարդություններով հասած են միայն։ Ուրեմն բարդավոր ենք այդ անկույցը լուծելու համար դիմել օդար լեզուներու այսօրվա համար մեզի օդար լեզուներ, որոնք նույն ծագում ունեն։ Հիմա մեր ամենա այսօրվա օգտագործող համաշխարհային լեզուն անգլերենն է։ Ուրեմն անգլերենի մեջ դարադարձության օրենքներով ճարդ արմատը գտածենք, որ կնշանակե charts։ Charts-ը ինքը անգլերենի կնշանակե տախտակ։ Ինչ տախտակ, փայտի մասին չէ խոսքի իհարկե, այլ այն տախտակն է, ինչպես կարադախտակի նման, որ կներկայացնե ինչ-որ օրենք, սահմանված օրենքն, ասենք թագավորական ընդունված, սահմանված օրենքն, կամ պետության, կառավարության ընդունած ինչ-որ օրինաչափ սահմանադրություն եւ այլն։ Նույնիսկ չարտ է օրինակի համար նաև ծափանության ալույսակը
բազմապատկության ավուսակս նույնպիսի չարտ մնե քիմիայի ուրեմն քիմիայի մեջ իշադակվող քիմիայի նյութերու այսինքն ամեն մեկ էլեմենտի տախտակը բարբերական ինչ կսվի բարբերական ինչ որ նյութերու ավուսակը կարևորը այդ բոլորն ալ չարտ կոչված են հին ժամանակներում ոչ միայն անգլերենում այլ նաև հայերենում ուրեմն ճարդուկը պիտի նշանակե որ ունի գծված չափված կշռված եւ շատ հստակ սահմաններ ունեցող ինչ որ բան այսինքն այդ ճարտը չունի ավելորդ որևէ միավոր որևէ մի դար այլ այդպիսի բուռ համագարկ է այս առումով ճարտասանը օրինակի համար այս ցիդանգնով եթե քննադենք ճարտասանը կնշանակե այն հեմփասածը որ ամեն մեկ բարի գշիրը չափը եւ ուժը գիտե այսինքն իրսացի դերն է ոչ մեկ ավելորդ բար չօգտագործել ոչ մեկ ավելորդ արդարություն չունենալ այդպիսին է ճարտասանը adorամար ճարտասանությունը հին ժամանակներում եղած է ուսման արարգա առանցին արարգա հիմա ճարտարապետության մեջ ճարտարապետ բառը ինքը ճարտ արարողներու պետն է ճարտարապետ այսինքն այդպիսի դախտակներ արարողներու գծողներու պետն է այսօրվա տերմինոլոգիայով եթե խոսենք պիտի լա նախագծողներու պետն է իսկ այդ նախագիծերը մենք գիտենք որ թիվերով նկարներով եւ ամեն ինչով սահմանված է եւ չունի որևէ թույլ կետ եթե ճարտարապետության մեջ որևէ գծագրի մեջ սխալ կետ մնա իհարկե կառույցը կփլվի այնպես որ ավելորդաբաշխություն չի սիրել ճարտարապետությունը ոչ այլ սխալներ թույլ կտա հիմա ուրեմն ճարտարապետեն անցնենք ճատրակ բարին օրինակ Աջարյանը գսե որ ճատրակ բարի հին ծևերեն մեկ եղած է ճարտակը ուրեմն ճարտը նույն ճատրակի թաշտն է տախտակն է եւ դրա ագն է այսինքն ճատրակը եղել է ճարտակ իր կառուցվածքի պատճառով եւ այդ խաղանալ մենք գիտենք որ շատ տրամաբանական գուր խաղն է եւ ադոր մեջ եթե սխալներ թույլ դա խաղցողը բարդվի ուրեմն ունի իր հստակ օրենքները ճարտարապետ, ճատրակ, հետո ինչ բարերգանորեն ճարտասանը ասինք, մի խոսքով անցնենք ճարտուկի։ Ճարտուկը ցույց կտա, որ այդ ցին ոչ թե ճարտուկը քույնին գվերապելի, այլ գվերապելի ցիու կառուցվածքին։ Այդ ցին, որ Բարսից արքայից արքան ուզեց, որ իրեն նվիրե դիրան թակավորը և դիրանը չնվիրեց, ադոր համար աչկերը գործունել դվավ Բարսից թակավորը։ Կարևորը այստեղ այն է, որ ճարտուկը ցույց կտա, որ այդ ցին եղած է շատ չափված ծեված ցիմը, այսինքն ունեցած է ճշգրիտ չափ
ծեված ոտքերու երկանքը, ձեռքերու երկանքը մարմնի, այսին համաչափ եղած է։ Կան իհարկե կենթանիներ ծիեր, որոնք կարճ ոտքեր կունենան, երկար ոտքեր կունենան, նորմալ են այսինքն, որոնք չեն համապատասխանել իր մարմնի այլ մասերուն դվյալներուն, այսինքն չունին ներդաշնակություն։ Այս ցին եղած է շատ ներդաշնակ ցիմը իր կառուցվածքով, որպես ճարդուկ ցի։ Իսկ ճանճկենը, եղբայր, այս ճանճկենը ներկայացել են շատ դխուր այսպես դրնամ ասել, որ սիրտ խառնող ձևի բացատրությամբ։ Եղել իբր թե ճանճի թողած ոտնահետքերու նման գետավոր ցիմ է եղած է։ Դո ճանճը ինչ է, իր ոտքի հետքերը ինչ են, իր գեղձի հետքերը ինչ են, գեղեցիկ բամը պատկերեր այսինքն այդպիսի պատկերը, գետավոր ցիմը այդքան հարկի բամը չլար, կոշ եղեր, կոշ բայց գետավորցի եղած է, ասանք թյուրիմացությունները մենք չենք կարող գուլ դալ, ադոր մեջ է մեր ուժը։ Ուրեմն ճանճկենը գտնելու համար մենք նույնպես դիմեցինք իհարկե անգլերեն լեզվին, ֆրանսերեն լեզվին, հատկապես այս անգամ, եւ նաեւ ճանճ միջադի յուրահատկություններուն դիմեցինք բանալու համար թե ճանճկենը ինչ է։ Հետաքրքիր է, որ ճանճկենը ուրեմն որպես ճանճ, ասենք ճանճ արմատեն, մերկիծած ճանճը, գույնին կվերապերվի, բայց ինձի թված թե գույնին զատ նաև ճանճի շարժումներուն կվերապերվի։ Այսինքն ճանճի շարժումները ոչ մեկ մաթեմատիկական ձևակերպման, այսինքն ֆորմուլայի մեջ չի մտներ։ Այսինքն մաթեմատիկական զատի ֆիզիկայի օրենքներուն չեն թարգվիր ընդհանրապես։ Չեն գնար ադոր շարժումները, այսինքն չափագրեք վերջին հաշվով, մեր գիտնականները համաշխարհը։ Ուրեմն կենթադրվի, որ այս ցյու շարժումներն ալ այդպես շատ դարօրինակ էին համեմատած ուրիշ ցիերով։ Բայց իմ քերիս, փոքր քերիս ինձի հուշեց Դարբիս Լեփեջյանը։ Սա թուն չես տեսած անմեծ փունավոր ջանջերը, որ գեղդի վրա կնստին։ Հա, հիշեցի, անոնք սա փունավոր են, չէ։ Սա անոնք արևի ամեն մեծ ճարակայտի հետ իրենց քույնը կփոխվի։ Ուրեմն քույնը փոփոխական եղած է ազգություն, ոչ թե միակույն, միատեսակ, ասենք սրճակույն կամ մոխրակույն եւ այլն, այլ փոփոխական քույն ունեցած է։ Իհարկե, այս եզրակացության հանգեցանք, երբ որ մենք թիմեր էինք արդեն անգլերեն կամ ֆրանսերենի համեմատությամբ։ Հիմա անգլերեն բերենք օրինակը։ Ճանճը անգլերենի մեջ ավանդված է change բառով։ Change-ը այսօր գերտանք change ընելու մեր ունեցած կամ չունեցած արդարժույթները։ Ինչ են ուրեմն փոխելու գերտանք։ Change-ը փոխել կնշանակի ընդհանրապես։ Ուրեմն բայց ճանճկենի հետ change-ը ինչ առնչություն ունի, որպես քույն, նորեն չի դարձել բացատրությունը։ Ինչը կփոխվի որ քույնը կփոխվի որ, բայց քույնը պիտի ունենա որ փոխվի։ Հիմա կարևորը ֆրանսերենի մեջ պահպանված է այս բառի իսկական պատկերը եւ իսկական նշանակությունը, իմաստը։
Ֆրանսերեն ունի շանժան բարը, որ մեր արունդայերին ծանոթ բար է։ Շանժանը կնշանակի այն գույնը, ասենք կերբաս մգարն է, որ արևի լույսի դակ դարբեր գույներ կունենա ասանք, կփոխվի գույնը։ Մեկ մանուշակագույն կլա այդ կերդի ճանճը, որ կհադորվես, մեկ մանուշակագույն կլա, մեկ կարմիր կլա, մեկ նարնջագույն կլա, այսպես փոփոխություններու կենթարկվի գույնը։ Ուրեմն շանժանը բացառիկորեն ճանճկեն բարի հոմանիշն է։ Այս ձևով հասկացանք, թե այդ ցին ինչպիսի գույն ունեցած է, ոչ թե բծավոր, կետավոր, ինչ-որ ճանճի հետքեր կամ կերդի հետքերը եւ այլ, եղել է հրաշալի մի, այսպես ասած, հրային ցի նման ցիմը, որ գույնը միշտ փոխել է։ Մենք այս երկու բառերը գցանք ձեզ իմացել, բացատրել ըստ երևույթին, եւ ջանջի նայ իմացանք հատկանիշները, այո, որոնք տրված են մեր լեզվի մտածողության մեջ։ Այս կանով ավարտեք այս օրը բերզվեցին։